ըստ էության անհետացել է, բռնի անհետացել է, այսինքն հայտնվել է պաշտպանության իրավազորությունից դուրս, պետության կողմից իրականացված գործողությունների արդյունքում պետությունը հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը եւ այժմ փորձում ենք պարզել նրա գտնվելու վայրը, ասեմ որ դա հանցանք է, երբ որ պետության թողտվությամբ անձը հայտնվում է իրավական պաշտպանությունից դուրս։ Հիմա այսքան ժամանակ է այստեղ ենք, խուզարկություն է իրականացվել եւ խուզարկություն իրականացրած քննիչի հետ սրբազանը դուրս է եկել նրա ուղեկցությամբ, որպեսզի հավանաբար բերվի նախաքննական մարմին, բայց մինչ այս պահը հայտնի չէ նրա գտնվելու վայրը։ Այս պահին 6 հոգևորականի են բերման ենթարկել, այս պահին նրանք որևէ կարգավիճակ չունեն, չէ՞ միայն հարցաքննվում են։ Չեն հարցաքննվում, նրանք հայտարարել են, որ ցանկանում են պաշտպանի ներկայությամբ, փաստաբանի ներկայությամբ հարցաքննվել եւ ըստ էության դուրս են եկել մի մասը, բայց ներսում էլի ունենք քահանա, ով դեռ դուրս չի եկել։ Աննա այս պահին չեմ հիշի, բայց ներսում է։ Մի հոգևորական։ Այո։ Ինչն է եղել հիմքում, հա, այս գործողությունների։ Տեր Արամի հավանաբար հարցազրույց։ Այո, այո։ Որտեղ նա ասել էր, որ 2021 թվականին մասնակցել է ցույցերի, բայց ոչ իր կամքով, այլ ստիպել են Այո, բայց վերադառնալ։ ստույգ տեղեկություն չունենք, բայց հաշվի առնելով, որ հենց Արագածոտնի թեմի քահանաներն են բերման ենթարկվում, կանխատեսելի է, որ հենց այդ պատճառով։ Այսինքն դա ընդհանրապես ենթադրություն է։ Այս պահին մեր ունեցած տեղեկություններ են այդքանը։ Այսինքն քննչական կոմիտեից պաշտոնական գրություն չկա, թե ինչի հիման վրա է։ Գրություն չունենք, ոչ։ Մենք նույնիսկ մուտք ենք արել անհրաժեշտ փաստաթղթերը պաշտպան ներգրավելու խնդրանքով, բայց դեռևս որևէ արձագանք չկա։ Քննչական մարմնի դռները փակ են, փաստաբանները նույնիսկ փորձում են մուտք գործել, հարցեր ունենք առաջադրելու, բայց դռները փակ են։ Քահանաների տներում ևս խուզարկություն է իրականացվել։ Կարծես թե այո։ Նա ով ներսում է համենայն դեպս իր բնականում իրականացվել է։ Ով է ներսում։ Տեր Փառենն է կարող։ Չէ, Տեր Փառենը չէ, Տեր Հայկն է կարծես, եթե չեմ սխալվում։ Իսկ մյուսները որտեղ են։ Մի մասը դուրս եկավ, ծանոթագրերը ստացավ, հարցաքննվելու վերաբերյալ, իհարկե փաստաբանի ներկայությամբ նրանք հետագայում կհարցաքննվեն, այս պահի դրությամբ ներսում մեր տեղեկություններով մեկ քահանա է, բայց քահանաներն ասում են, որ էլի անձինք կան, որ չկան։ Բացի Սրբազանից։ Այո, մի քանի աշխարհիկ աշխատակիցներ են բերման ենթարկվել։ Հիմա այսպես ինչին եք դուք այստեղ սպասում, որպես ներս թողնեն։ Եվ ներս թողնեն, եւ սպասում ենք պարզելու համար ի վերջո որտեղ է Սրբազանը, հասկանանք բերում են այստեղ, թե մենք ինչ-որ ճանապարհներով փորձենք պարզել նրա գտնվելու վայրը, բայց այս պահին բոլոր ջանքերն ապարդյուն են, բոլորը հերքում են, ասեմ իպին էլ ենք ահազանգել դեռ անարդյունք։ Նա օրենքի խախտում է, երբ մինչև այս բան դուք չգիտեք։ Միանշանակ, ասեմ ձեզ բռնի անհետացում, այսի հանցակազմակագրական օրենսգրքում եւ պետության պատվերով, կարգադրությամբ կամ թողտվությամբ անձը բռնի անհետանում է եւ նրա գտնվելու վայրը հայտնի չի դառնում եւ անձը հայտնվում է իրավական պաշտպանությունից դուրս։ Այս պահին մենք ունենք դասական հենց այդ իրավիճակը, այսինքն ստացվում է, որ Սրբազանը այս պահին իրավական պաշտպանությունից դուրս է եւ անգամ իր պաշտպանների հետ հանդիպելու խորհրդակցելու հնարավորությունից զրկված է։ Իսկ ով է քննիչը, ում հետ անհետացել է Սրբազանը։ Տեղեկություն չունենք։ Չեն հայտնում մեզ այդ տվյալը։ Եթե պարզեինք գոնե ով է քննիչը, կփորձենք քննիչի հետ կապ հաստատել, ասեմ նաև որ Սրբազանի հեռախոսը անհասանելի է, բազմաթիվ զանգեր ենք կատարել, բայց ըստ էության ակնհայտ է, որ պետության ջանքերը ուղղված են նրան, որպեսզի թաքցնի պետությունը նրա գտնվելու վայրը, այս պահին անհայտ է, թե ինչ գործողություններ են նրա հետ իրականացվում, բնականաբար բոլոր գործողությունները ապօրինի են, բայց ես վստահ եմ, որ որոշակի հարկադրանք է կիրառվում, թեկուզ հոգեբանական, այլապես իմաստը ուղղակի այս բռնի անհետացման կբացակայեր։ Իսկ բացի պարոն Զորաբյանից դուք ևս փաստորեն ստացել եք պաշտպանությունը։ Տիկին Ֆարմանյանը, պարոն Ռոմանա Հարունյանը, մենք բոլորս այստեղ ենք, որպես իրավաբանական օգնություն ցուցաբերենք։